Շվեյցարիայում ավարտվել են Իրանի և Միացյալ Նահանգների միջև բարձր մակարդակով բանակցությունները, որոնք մեկնարկ տվեցին 60-օրյա դիվանագիտական գործընթացին ուղղված վերջնական համաձայնագրի կնքմանը։ Բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են փոխնախագահ Ջեյդի Վենսը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Իրանական պատվիրակության կազմում են եղել Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Շաբաթվա ընթացքում տեղի կունենան տեխնիկական բանակցություններ ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա պակիստանցի և կատարցի միջնորդների տարածած հայտարարության համաձայն գագաթնաժողովն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, գրանցվել է հուսադրող առաջընթաց։ Կողմերի միջև 60 օրով ստեղծվել է հաղորդակցության գիծ, որը պետք է օգնի խուսափել միջադեպերից և թյուրիմացություններից, ապահովելով Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումը։ Բացի այդ, ըստ միջնորդների, Լիբանանը կներգրավվի հակամարտության դադարեցման շուրջ քննարկումներում։ Հայտարարության համաձայն ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են ստեղծել հակամարտության կարգավորման խումբ, որը կներառի Լիբանանի կառավարությունը և կապահովի Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման պահպանումը համաձայն փոխըմբռնման հուշագրի։ Կողմերը նաև պայմանավորվել են ստեղծել բարձր մակարդակի հանձնաժողով, որը կապահովի միջնորդության քաղաքական վերահսկողությունը։ Բացի այդ, կձևավորվեն աշխատանքային խմբեր միջուկային խնդրի պատժամիջոցների մոնիթորինգի և վեճերի լուծման հարցերով։ Արաղչին հայտարարել է, որ առաջընթաց է ապահովել մի շարք հարցերի շուրջ։ Պակիստանի և Կատարի անխոնջ միջնորդությունը մեծ առաջընթաց է ապահովել Լիբանանի պատերազմի ավարտի գործում։ Նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման սահմանափակումները մեղմացվում են, շրջափակումը վերացվում, որոշ սառեցված ակտիվներ ապասառեցվում են, և Իրանի համար մեկնարկում է վերակառուցման և զարգացման խոշոր ծրագիր։ Շվեյցարիայում բանակցություններն այնուամենայնիվ սկսվել էին լարված մթնոլորտում, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներ էր հնչեցրել Իրանի հասցեին։ Իրանը պետք է անմիջապես կանգնեցնի իր բարձր վարձատրվող պրոքսիների կողմից խնդիրների ստեղծումը։ Հակառակ դեպքում մենք կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին, ինչպես արեցինք անցյալ շաբաթ, միայն ավելի ուժեղ։ Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքել էր. Մենք ամերիկացիների սպառնալիքները հաշվի չենք առնում, լավ կլինի նրանք զգույշ լինեն իրենց մեկնաբանություններում, մեր զինված ուժերը պատրաստ են այլ կերպ պատասխանելու նրանց։ Նրանք շարունակ խոսում են, այդ մենք ենք, որ գործում ենք։ Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ փակել է Հորմուզի նեղուցը, քանի որ Միացյալ Նահանգներին չի հաջողվել կատարել Իսրայելի կողմից Լիբանանում հակամարտության ավարտի դրույթը, որը ներառված էր Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրում։ Այս հայտարարության ֆոնին նավթի գները բարձրացել էին, սակայն կարճ ժամանակ անց հաղորդվեց նավագնացության վերականգնման մասին, իսկ Շվեյցարիայում բանակցությունների ավարտից հետո նավթի գները նվազեցին $1.19, կազմելով 1 բարելի դիմաց $79.38։ Միևնույն ժամանակ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից մինչև հունիսի 21-ն իսրայելական հարվածներից երկրում զոհերի թիվը գերազանցել է 4100-ը։ Ավելի քան 12000 մարդ վիրավորվել է։ Վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է գրեթե 50 մարդ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։